Բարև ձեզ անի, ինչպես եք։ Բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, բարև ձեզ։ Քելեք լրագրը։ Դուք որտեղից եք, անին գիտեմ։ Պարոն Սիմոնյան, Էջմիածնում քաղաքացիական պայմանագրի շանսերը ինչպես կգնահատեք։ Բարձր, շատ։ Բայց ասվում է, որ հարցումներ են արվել եւ այդ հարցումները տխրեցրել են քաղաքացիական պայմանագրին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ Շկապես, բայց ճիշտ չի դա, ճիշտ ինֆորմացիա չի։ Արգիշտի Մեխակյանի հետ կապված պարբերաբար ասում են, որ իր շանսերը հատկապես շատ քիչ են հաշվի առնելով, որ ըստ մրցակիցների ինքն իր սեփական հորն է ուրացել։ Լավ, երկու օր բան մնացել, կտեսնենք ինչ հիմա ես էլ իրանց մասին լիքը բան ասեմ, ամեն օր ասում ենք, ինչ է, երկու օր բան մնաց, երկու օր։ Բայց քաղաքացիական պայմանագիրը օրինակ Գյումրիում տեսանք, թե ինչ եղավ, հա, ինչ հանգուցալուծում եղավ, հիմնականում քաղաքացիական պայմանագիրը համայնքներում պարտվում է, հետո չգիտես ինչու, այդ համայնքների ղեկավարների հետ կապված ինչ-որ բաներ լինում։ Կտեսնենք, կապրենք, Գյումրիում էլ հաղթեցինք, կապրենք, կտեսնենք։ Ինչպես հաղթեցիք։ Առաջ տեղը զբաղեցինք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքելով աննախադեպ քանակով ձայն։ Նախկինից գրեթե կրկնապատկի։ Բայց 50+1 չէր, այսինքն իշխանություն չկարողացաք ձեռք։ Ինչ անենք։ Մենք 2021 թվականին Գյումրիում, հենց Գյումրի օրինակ, ես բազմաթիվ անգամ բերել եմ, 21 թվականին մենք Գյումրիում 60 քանի տոկոս ենք հավաքել, դրանից հետո թիմ ընտրություն ա եղել ընդամենը մի քանի ամիս անց, այնքան քիչ տոկոս էինք հավաքել, որ երկրորդ տեղն ենք եւ ստիպված կոալիցիա ենք կազմել, դրանից մի քանի տարի անց առաջի տեղը զբաղեցրեցինք։ Ընտրությունները ժողովրդավար համակարգերում, ժողովրդավար ընտրությունների ժամանակ շատ եզակի դեպքեր ա լինում, որ իշխող կուսակցությունը նույնիսկ միանձնյա իշխանություն ա ձևավորում, մենք ենք սովոր նախագահական ելնելով հանդերձ, որ տարիներ շարունակ տենց ով իշխան ուզեցե խփել ա, հետո հեղափոխությունից հետո մեծ 73, Երևանում 82%-ին սովոր ենք տենց բաներին, դրա համար մեր համեմատականը դրա հետ ենք անցկացնում։ Չէ, տեսեք, օրինակ Վանաձորում հաղթած տեխնացուն հետո հայտնվեց Կալանավայրում, գործի է դրվում կալանքը որպես ի օգուտ քաղաքացիական պայմանագրի, ի օգուտ իշխող ուժի գործիք որպես։ Իսկ կարող է հակառակն լինել։ Իսկ կարող է ով օրենքի հետ խնդիր ունի, մտածում է, որ ինքը կարող է մտնի քաղաքականության մեջ, որ լավ լրագրողները եւ ուրիշ մարդիկ Մամիկոն Ասլանյանը մինչև հաղթելը մեր հետ շատ լավ հարաբերություններ ա ունեցել, շատ լավ շփվել է եւ եթե ես հիմա ցանկություն ունեմ, Մամիկոն Ասլանյանը ենթադրում եմ, որ չի բացառվում, որ ինքն մեծ ցանկությունով իմ հետ շփվի։ Տեսեք, օրինակ նախկինում փորձեր արվում իշխանության կողմից Արուշանյանին հանցագործ ներկայացնել, հիմա հաճույքով հետո լուսանկարվում է, թե Փաշինյանը, թե դու։ Ոչ մեկին ոչ մի բան ներկայացնելու փորձ չկա, որովհետև ամեն մարդ ունի իր անցած ճանապարհը, ունի իր հեղինակությունը, Արուշանյանը ունի իր հեղինակությունը եւ հաղթեց ընտրություններում Գորիս քաղաքում եւ ես իր այդ Գորիս քաղաքում քայլել եմ եւ տեսել եմ մարդկանց իր նկատմամբ վերաբերմունքը եւ Արուշանյանը շատ հետաքրքիր ու շատ արդար ու ճիշտ բան է ասում։ Ինքը ասում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 54%-ով քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իր ժողովուրդը եւ իր երկրի ժողովուրդը որոշումը կայացրել։ Իսկ Փարաքարում ինչ եղավ, հանգուցալուծումը տեսակ եւ հենց Փարաքարում շատերը կապում են քաղաքականության հետ։ Շատ սխալ են անում, բայց չէ՞ որ կա մարդ, որ ասել է, որ ինչի պատճառով ա եղել կամ ես ներողություն եմ խնդրում, բայց ինչի մեջ, բայց մեզ նման բաների մեջ մեղադրելը մի քիչ տեղին չի, էլի, այսինքն այդ սաղ երկրում ամեն ինչ տենց թամամ էր, մնացել էր Փարաքարում, մենք ինչ-որ բաների մեջ խառնում ենք, այդ մինչ անձնային հարաբերությունների մասին պատմությունները դուք տեղյակ չեք, ինչ ա եղել, տեղյակ չեք ինչի պատճառով ա եղել, եղբոր եւ այն մի խոսքով չպատմեմ այդ բայց Նարեկ Կոհանյան, եթե ես չեմ սխալվում, ինքը հերքել է, որ եղբայրը մասնակցություն է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի սպանված ղեկավարի։ Բացի ընդդիմադիր որոշ ներկայացուցիչներից եւ որոշ լրագրողներից ոչ ընտանիքի անդամները, ոչ
այդ համայնքի Մայրը խոսել է, մայրը որդու շիրմաքարի առաջ խոսել է եւ տեսել նման բան, ես բացառում եմ, այսինքն ինչ դուք մեզ ուզում եք մեղադրել մարդ սպանելու մեջ, բա ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի Ես ձեզ փոխանցում եմ այն քննարկումները, որոնք կան, վստահաբար դուք էլ լսել եք։ Խառնել եք Քոչարյանի եւ մերժված Սերժի հետ, խառնել եք մեր ձեռների վրա արուն չի եղել ու չի կարալի։ 2021 թվականին, երբ որ 6 ամիս էր անցել եւ 4000 մարդ էր մահացել եւ պատերազմն էր նոր ավարտվել ու մենք կրակոցների տակ էինք, մենք նույնիսկ այդ ժամանակ ընտրությունների վրա որևիցե ազդեցություն մեզ թույլ չենք տվել ունենանք։ Հիմա դու ասա փարակ էր կամ դու ասա որևիցե այլ բան։ Երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ազատությունը, Հայաստանի Հանրապետության ապագան, իսկ պարագայում մենք ընտրությունների մոտ չենք եկել։ Վաղը եկեղեցի եք գալու, մայրաթորը կվերադառնամ։ Մի հատ ուրիշ բան ասեմ քեզ։ Իսկ քեզ թվում է հենց նույն Գյումրիում, որի օրինակը բերում ես, իշխանությունը, գործող իշխանությունը գայթակղություն կամ որևիցե ձևով նախկին օրինակը աչքի առաջ ունենալու հնարավորություն չի ունեցել, ջուրեմ 15 ձեն, 100 ձեն այս մի տրցակից այն մյուս կողմ դնի եւ այդ ընդհանրապես այդ խոսակցությունը փակի։ Բայց չի գնացել, որտեղ դա սկզբունք է ու չի գնալ։ Եթե վաղը որևիցե տեղ համապետական ընտրություններում մենք պարտվենք, մենք այդ բանը կընդունենք, այդ պարտությունը կընդունենք, բայց ես գիտեմ, որ մենք կրելու ենք, ու դու էլ գիտես, որ մենք կրելու ենք։ Դուք ուզում եք, որ կրեք, որովհետև այլապես ասել եք, որ քաղաքականությունից դուրս կգաք, էլի, ոնց որ բացի Փաշինյանից Եվ այսինքն ես ուզում եմ քաղաքականության մեջ մնամ, դրա համար ուզում եք դուրս գա։ Ես ուզում եմ կրեմ, իհարկե ուզում եմ կրեմ, բայց դա դուրս գալու պատճառով չէ, որ ուզում եմ կրեմ։ Ես առաքելություն ունեմ անում, դրա համար ուզում եմ։ Եվ նաև վաղը գալու եք մայրաթոր, վաղը իշխանությունները գալու են մայրաթոր։ Խաչիկ գյուղ եմ գնալու։ Վաղը չեմ իսել։ Գալու Խաչիկ գյուղ, պատարակի մասնակցեմ, դուք գալու եք։ Խաչիկ գյուղում վերջերս եմ եղել։ Չէ, նկատի ունեմ որպես լրագրող գալու եք, աշխատելու եք այնտեղ։ Եթե իմ անվտանգությունը ապահովեն քաղաքացիական պայմանագրի որոշ պատգամավորներից եւ որոշ համակիրներից ես ձեր անվտանգությունը երաշխավորում եմ։ Համեցեք Խաչիկ գյուղ պատարակի։ Շնորհակալություն։ Արուր Սիմոնյան։